Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքը վերադարձնելու հնարավորություն տեսնում է։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապիկյանը ասել է, դա հնարավոր է սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով։ Հարցին ինչի մասին է խոսել ազգային ժողովի նախագահը, երբ հայտարարել է, թե Հայաստանի զինված ուժերը շուրջ 110 քառակուսի կիլոմետրի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում, Պապիկյանը պատասխանել է. «Վաղ այդ մասին խոսել եմ, միաժամանակ նկատելով, եթե նախագահը թիվ է նշել, դրա համար բավարար հիմքեր ունի»։ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրացվել է Ադրբեջանում, հայտնել է Բաքու այցելած հայկական քաղաքասարակության պատվիրակության անդամ Նաիրա Սուլթանյանը։ Ըստ նրա, գերիների մասին խոսել են նաև Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը։ Երևանում նախորդ գիշերը արձանագրվել է օդի որակի էական վատթարացում պայմանավորված Հայաստանում տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Ավինյանն է ասել։ Նրա խոսքով, մասնավորապես ձմեռվա ամիսներին պետք է պայքարել, որ երևանցիները իրենց բակերում աղբ եւ տերևներ չվառեն, քանի որ այդ հրդեհներից առաջացած տոքսինները ժամերով օդում են մնում։ Ըստ քաղաքապետի, այդ տեսակ հրդեհներն ու դրանց հետևանքով արտանետված տոքսինները մոտ 3-ից 5 անգամ ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին։ Ազգային ժողովի նախագահը նոյեմբերի 24-ին ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Ռումինիա միջխորհրդարանական կապերի զարգացման, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերը։